Երևանում Լենինգրադյան, Սիլիկյան 5-րդ, 6-րդ փողոցները կանվանափոխվեն։ Նման որոշում կայացվեց Երևան քաղաքի ավականու նիստում։ Սիլիկյան 5-րդ փողոցը սկսվում է Սիլիկյան 8-րդ փողոցից, հասնում մինչև Սիլիկյան 13-րդ փողոց, կանվանափոխվի ժողովրդական արտիստ նշանավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անունով։ Սիլիկյան 6-րդ փողոցը, որը սկսվում է Սիլիկյան 8-րդ փողոցից եւ հասնում Սիլիկյան 11-րդ փողոց, կանվանափոխվի հայ կոմպոզիտոր Արամ Սաթունցի անունով։ Երկու նախագիծն ներկայացրել է ԿՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ Հանրապետություն խմբակցության անդամներն ներկայացրել Լենինգրադյան փողոցը բարերար Քրքրքրանյանով անվանափոխելու նախագիծը, որն էլ հաստատվել է։ Կասկադի անավարտ հատվածում Երևանի քաղաքապետարանի համար կառուցվելու է մոտ 36,000 քառակուսի մետր տարածքով կոմպլեքս։ Այս մասին Երևան քաղաքի ավականու նիստի ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանը ասաց, որ պետք է այսօր գնա Հայաստանի կառավարություն մասնակցելու նիստին, որտեղ քննարկվելու է Կասկադի համալիր անավարտի հատվածի վերակառուցման ծրագիրը։ Կոմպլեքսն ունենալու է 1000 տեղանոց, հանդիսությունների դահլիճ, թանգարանային հատված, հասարակական հատվածներ։ Այդ ամբողջ հատվածը կառուցվելու է Երևանի քաղաքապետարանի համար։ Հարակից հատվածում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն է տալու կառուցել 125-ից 135,000 քառակուսի մետր բիզնես նպատակներով կոմպլեքս, նշել է Ավինյանը։ Կանխվել է կալանավորված անձի փախուստը հիվանդանոցից, տեղեկությունը հայտում է Հայաստանի անքրեակատարողական ծառայությունը։ Հոկտեմբերի 22-ին ժամը 19:10-ի սահմաններում հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը թռչելով հիվանդանոցի պատոհանից դիմել է փախուստի, նշված է հաղորդագրության մեջ։ Քրեակատարողական ծառայողը մեկ նախազգուշական կրակոց է օդարձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել եւ անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքին, կանխելով նրա փախուստը։